Բարեկամներ, այս պահին իմ զրուցակիցը Արցախի մեծ բարեկամ Հայաստան համահայկական հիմնադրամի նվիրյալ բարերար ռադիոֆիզիկոս Վարուժան Բաղրամյանն է, ով տարիներ է Ամերիկայում ապրում է Արցախի ու հայրենիքի շենացման ու զարգացման գաղափարով։ Բարև ձեզ, պարոն Վարուժան։ Ինչպե՞ս եք։ Շատ հոյակապ լավ։ Վերջին դրամահավաքի ժամանակ, որը կազմակերպվեց Արցախի ամենատարբեր կարիքները հոգալու համար, դուք նվիրաբերեցիք առաջին իսկ րոպեներին 20,000 ԱՄՆ դոլար։ Իհարկե, այս ամենի համար շնորհակալություն կնշանակի դուք կանգնեցիք թևու թիկունք, թիկունքում ապրող հայրենակիցներին Արցախի մեր եւ ամենակարևորը անպարտելի զինվորի կողքին։ Ես չէի համարել բարեգործություն, դա իմ պարտքն եմ ես կատարում, սրտանց եմ կատարում եւ առանց հետին նպատակներ ունենալու եւ այսպես շատ աշխույժ ընտանիքովս հանդերձ, հորեղբայրներովս հանդերձ։ Բոլորս միշտ առանց կոչի մենք աշխատում ենք բանով օգտակար լինել, ինչպես որ թիկունքում աշխատող զինվոր։ Ես բնույթով զինվորական եմ ինքս, ունեմ կապիտանի աստիճան, սովետական միությունից դեռևս ծառայել եմ բանակում եւ կապի մասնագետ եմ եւ շարժումը սկսելուց հետո աշխատել եմ բոլոր կապի միջոցները, որ հնարավոր է ուղարկել Արցախ, այն ժամանակ, որ դեռևս ալենկոները չկային այնտեղ, կապը շատ դժվար էր եւ նույնիսկ այստեղից մի հատ ռադիոսիրողի հետ, որի կինը չինացի էր, հայ Շահումյանի շրջանի հետ, մենք դեռ սովետական միությունը գոյություն ուներ, բոլորը ցենզուրայի տակ էին, ամեն ինչով Շահումյանի հետ ռադիոկապ ենք հաստատել այստեղ եւ բոլոր լուրերը այստեղի թերթերին հաղորդվում էր այդ ռադիոկապի միջոցով։ Ամենաառաջին ձեր այցը Արցախ երբ էր։ Դա շատ հետաքրքիր էր։ 86 թվականին ընկերոջս կինը խնդրեց, որ դու անտենայի մասնագետ ես, այսինչ տեղն ես աշխատում Փարիզ հերունու մոտ։ Գնանք մեր գյուղը տեսնենք, հնարավորություն կա, որ Հադրութի շրջանի Արաքյոլ գյուղը մի կերպ ազդանշան ստանանք հերոստատեսություն, որպեսզի գյուղի երիտասարդությունը նախ գյուղում մնա, հետո ֆուտբոլի մրցումների ժամանակ կարողանա ֆուտբոլը դիտել։ Գնացի այդտեղ ուսումնասիրեցի մեկ անգամ, երկրորդ անգամ արդեն ամեն ինչ պատրաստված գնացի եւ շատ բարձր անտենա դրինք եւ այդ օրը սիգնալը ստացանք։ 3 օր էր, որ գյուղը ամբողջը քեֆի մեջ էր։ Այնքան ոչխար մորթեցին այդ քանի օրը, որ ես չէի կարծում, որ այլևս գյուղում ոչխար մնացած լիարիտ էր։ Ուրեմն 3 օր մնացինք եւ շատ ուրախ էի։ Եվ զգացի, որ պարտքս ինչ-որ մասամբ կատարել եմ, բայց չմոռանանք, որ այն ժամանակները չէիր կարող բանանել, շատ ծավալվել եւ այս խոսել դրա մասին։ Բայց մի դրվագել այդտեղ կար, որ ինձ շատ հուզեց, հետո իմ ընկերոջ ասացի ես, ուրեմն քանի որ մենք անտենան դրել էինք բլուրի վրա եւ կաբելը չէր բավարարում, որ հասներ իմ տարած կաբելը մինչեւ իրենց տունը, ուրեմն գնացինք Միրբաշիր, այդտեղ մեկ հատ խանութ կար տնտեսական, թեյ խմեցինք ադրբեջանցիների հետ, հետո այդ կինը խանութի վարիչը, որ իրեն ասինք, որ այսքան կաբելա պետք, այսինքն շատ մեծ կապոցով կաբել էր մեզ, մոտարապես 100 մետր։ Ինքն ասեց, ինչը ուզում եք վաթանլարը նայեք։ Այդ կինը անգամ խորամանկ էր, որ ինքը հասկացավ, որ սա Երևանից ազդանշան ստանալու համար ենք ուզում օգտագործել։ Դրա զգոնությունը ինձի ինչ-որ բարի նախանձ առաջացրեց իմ մոտ, որ ասի, ինչպես մեր հայերը այդ նույն բանը չեն զգում, որ նման զգոն լինեն եւ զգան, թե ինչա կատարվում իրենց մոտ եւ ամբողջ ադրբեջանցի եկել լսվել են Գորիս Ղափան, հանքավայրերում աշխատում են։ Պարոն Վարուժան, դուք մասնագիտության բերումով եք նաեւ կապված Արցախին, հայրենիքին, այս օրերին ինչ առաքելություն ունեք եւ ինչպիսի գործ եք կատարել վերջին տարիներին։ Դա իմ ամենասիրած բնակավարներից մեկն է, ուրեմն 92 թվականներին ընկերոջս Հերոս Քաջբերունու հետ այստեղ ինքը հիմնել էր հայ ավիատորների միություն այստեղ։ Այն ժամանակ ես առաջարկեցի այդ թռչող մոդելների բանը եւ այդ մեր միությունը հավանություն տվեց դրան։ Դրանից հետո մեր Երևանի մասնաճյուղի հետ 92 թվականից մինչև հիմա կոնտակտի մեջ եմ եւ անօթաչու թռչող սարքերի բոլոր էլեկտրոնիկայի առաջին էկզեմպլյարը ես մատակարարել եմ եւ անմիջապես իմ
սենյակում, այստեղ իմ լաբորատորիայում նախագծել եմ, սարքել եմ եւ մեկ օրինակը ամբողջությամբ հավաքած ուղարկել եմ։ Ուղղակի պետք է պետական մակարդակի կազմակերպվի, որպեսզի այսպես ամեն մեկը իր ցանկությամբ կամ իր ճաշակով մի բան չանի, կենտրոնացված ղեկավարում լինի այս գործին։ Ինչ որ հաջողություններ մենք ստացել արդեն հասել ենք Երևանում, բայց ցանկալի կլինի, որ ավելի խորանանք, որտեղ շատ ես խորացել եմ այդ ճյուղում, դա իմ մասնագիտությունն է։ Ինչպես ստացվեց, պարոն Վարուժան, որ դուք ընտանիքով տեղափոխվեցիք Ամերիկա։ Եղբորս առողջական վիճակից կախված ինքը շուտ էր եկել 3 տարի ինձնից եւ այն ժամանակ սովետական միությունը կար։ Մայրս շատ անհանգիստ էր եղբորս համար։ Եվ ստիպված մորս որպեսի չնեղացնեմ, ես էլ եկա, բայց ես 3 հայրս, 2 եղբայրները բոլորովին այդպիսի մտադրություն չունեինք։ Եվ նույնիսկ ես նախքան այստեղ գալը Աբովյանում արդեն սեփական տուն էի առել, չնայած որ ես կոոպերատիվ սենյակ ունեի, մի հատ էլ սեփական տուն էի առել, որպեսի այդտեղ ծավալվեմ, այդտեղ ապրեմ։ Եվ ինստիտուտում ինձ արդեն ասում էին դու բազմազավակ հայր ես, որտեղ ինստիտուտում ոչ մեկը մեկից ավել երեխա չուներ, ես 3 երեխա ունեի։ So այդպիսի նպատակ իմ մոտ չի եղել։ Այդ նույն բանը, որ ես պետք է այնտեղ աշխատեի, անեի, այս երկրում ավելի հնարավորությունները մի քիչ շատ են, so ստեղից կրկնակի եմ կարողանում անեմ։ Ես մինչև հիմա բոլոր մեր ընտանիքի անդամները, բոլոր իմ բարեկամությունը գիտի, որ ես իմ աշխատած դրամը, աշխատավարձ եմ ստացել, աշխատավարձից համարյա կեսը ես միշտ հատկացրել եմ այդ գործին, ուղիղ կեսը։ Եվ Աստված ինձ հաջողություն տվել։ 93 թվականին էր, որտեղ Շուշի կացությունը դեռ այնքան էլ པարզ չէր, ձեռնարկեցինք ընկերոջս հետ Շուշիի երաժշտական դպրոցի կառուցմանը, վերանորոգմանը։ Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցը։ Շատ մեծ դժվարություններ այն ժամանակ կապը հեշտ չէր։ Հիմիկվա կապերը եթե լիներ, շատ ավելի մեր գործը հեշտ կլիներ։ Ամբողջ շինանյութերը, տեխնիկան կարողացել ենք աստեղից ուղարկել։ Եվ դպրոցը փառկասու 200 աշակերտ ուներ եւ մի քանի տարի առաջ ուսանող աշակերտներից մի 4 ընդունվեցին Մոսկվայի կոնսերվատորիան նույնիսկ եւ իմ եւ մեր շրջապատին ընկերներից դա բավականին հոգեպես բավարարվում ենք արած աշխատանքով։ Իսկ անձամբ տեսակ, թե ինչպես է հիմնադրամը գործում Արցախում, տեսակ ինքներդ շոշափեցիք ձեր տված դրամի կարևորությունը։ Հիմնադրամի արած առաքելությունը շատ մեծ գործ է, դա որպեսի որևէ մեկը համոզվի դրանում, պետք է անպայման գնային, կմասնակից լինի, տեսնի այդ կառույցները, որ շինվել են, տեսնի Շուշիի ուսումնարանը, որ մարդիկ ինչպեսի, որպես երեխաները, ջահելները արհեստ սովորեն ինչ շենքեր կառուցվել, ճանապարհն ինչ վիճակի մեջ է, ծառերը ինչպես են կտրվել, ինչպես են կարողացել այդ պտույտները մինիմումի հասցնել, այս նոր ճանապարհի դիրքը մեկ հատ նայեն եւ այդ ճանապարհի ստրատեգիական կարևորությունը իրենք զգան նաև հարավ-հյուսիսի ճանապարհի կարևորությունը, որ ինչպես են շատ հեշտությամբ Ստեփանակերտից հասնում Գանձասար, սրանք պոլիկլինիկաները, երաժշտական դպրոցները, կուլտուրայի տները, միջոցառումների տները, հիվանդանոցների, Ստեփանակերտի հիվանդանոցը արդեն գագաթնակետն է դրա։ Ու կետերը տարբեր գյուղերում, որպեսի հասարակ պարզ հիվանդությունների համար ժողովուրդը այդքան չչարչարվեն, չկան հասնեն Ստեփանակերտ։ Եվ ամենակարևորը, թող ժողովուրդը տեսնեն, թե ինչպես վիրավորներից մեծ մասին, որ ծանր վիրավորված էին, կարողացին նույնիսկ Ստեփանակերտում բուժել։ Եթե դա այդ հարմարությունը չլիներ, շենքերը չկառուցվեին, ինչպես պետք է լիներ։ Չէին կարող զինվորին 12 ժամ վիրավոր վիճակում հասցնել Երևան։ Եվ ինչ միջոցներ էր պետք դրա համար։ So արած ամեն մեկ բանը, դեռ մի բան էլ ավել ես տեսել եմ։ Ով չի հավատում դրան, ինքը կարող է գնա, մեկ անգամ իր նեղություն տա, գնա եւ հասկանա, տեսնի, աշկով շոշափի։ Պատին պետք է մինչև ձեռք չտան, չեն զգա դրա ջերմությունը, դրա արած աշխատանքի մեծությունը։ Սա շատ բարձ բան է։ Եվ ինչն է կարևոր։ Այդքան մեծահարուստներ, որ իրենք արդեն բիզնեսմեններ են, իրենք դրամի արժեքը շատ լավ գիտեն, եթե նրանք անձամբ գնում են, տեսնում են այդ արդյունքը։ Ուրեմն չոքնող մարդը բոլորովին իրավունք չունի նույնիսկ մի ասեղի ծայրի չափ կասկած իր մոտ առաջանա։ Այսինքն դա ամենամեծ ապացույցն է։
Ինչ զգացիք ապրիլյան պատերազմի սրացման օրերին, ինչպիսին էր հայի մտահոգությունը օվկիանոսից այս կողմ։ Սարսափելի օրեր էր, բոլոր ընկերներս իմ լաբորատորիայում հավաքվում էինք, ամբողջ օրը քննարկում էինք, մտածում էինք ինչպես կարող ենք օգնել, որ մեկ մասնա մերը թույլ հասնենք, չէինք քննադատում ոչ մեկին, միայն ուզում էինք, որ ժողովուրդ համախմբեն եւ կարողանանք անպայման օգնել, որ մինիմումի հասցնենք վնասը։ Իսկ հիմա որ որոշ ենթակառույցներ վնասվել են եւ այլն, բերքահավաք որոշ շրջաններում չի կարող լինի, մեր օգնության անհրաժեշտությունը շատ զգացվում է եւ պետք է ամենս միահամուռ լծվենք այդ գործին։ Եվ պարոն Վարուժան, հրաշալի առիթ է արցախցիներին ձեր բարեմաղթանքը հողելու, սրտի խոսքը ասելու, խնդրեմ։ Իմ շատ սիրելի Արցախի ժողովրդին մաղթում եմ, որ իրենք տոկուն են արդեն, ես տոկունություն արդեն չեմ կարող ես մաղթել, որովհետև արդեն իրենք կան արդեն։ Ցանկանում եմ միայն եւ միայն մեր երկնքին խաղաղություն, մեր զինվորների ամեն մեկ կրակած գնդակը դիպուկ տեղ հասնի, մեր բանակին զարգացում, զենքերի արդիականացում եւ ժողովրդին առողջություն եւ բերքը լավ լինի Ղարաբաղի ու ամենալավ բաներ աշխարհի, որովհետեւ այդ ժողովուրդը արժանի է, դրանից մաքուր ժողովուրդ աշխարհում չկա, որովհետեւ մեկը եթե տարբեր երկրներում ապրել է եւ բոլոր ժողովուրդներին ուսումնասիրել է, հատկապես 6-7 երկրում եղել եմ ու այդ ժողովրդի մաքրությունը, այդ ժողովրդի ջինջությունը մեծ արժեք ունի։ Հետո ամենակարևորը, որ դա մեր մեծ հայրենիքի մեկ նահանգն է։ Մենք պետք է պահենք այդ նահանգը շատ լավ, բարեկեցիկ, ինքը ծաղկում արդեն, Ստեփանագերտի մաքրությունը, գյուղերի կազմակերպվածությունը, այդ դժվար պայմաններում եւ չմոռանանք, որ սա ընդամենը 25 տարվա պատմություն է ընդամենը։ 70 տարի սովետական միությունը այդ գյուղերում նույնիսկ չի կարողացել մի խողովակ ջուր քաշի, որ մարդիկ կարողանան օգտվեն։ Իսկ հիմա արդեն գյուղացիները համարձակվում են ու իրենց գյուղի համար ջուր են պահանջում եւ բարերարներն էլ փարկասու հասնում են, հասկանում են իրենց վիճակը եւ անում են։ Ու ես իմ հպարտության ու ուրախությանը չափուսահման չկար։ Շատ շնորհակալություն պարոն Վարուժան, շնորհակալություն, մենք իհարկե Արցախում շոշափում ենք ձեր մասնակցությունը եւ մեծ սիրով սպասում ենք ձեզ Արցախում։ Բարեկամներ, այս պահին ես գտնվում եմ Ամերիկայի արևմտյան շրջանի Հոմի գրասենյակում եւ իմ զրուցակցուհու հայրենանվեր գործունեության մասին պատմող այսպիսի հաստափոր ալբոմներ շատ կան այստեղ։ Ծանոթացեք, իմ զրուցակից այս պահին Տիկին Ժասմենն է։ Բարև ձեզ Տիկին Ժասմեն։ Բարև ձեզ, բարի եկել, շնորհակալ եմ ձեր այցի համար։ Տիկին Ժասմեն, շնորհակալություն, որ համագործակցեցիք, որպեսզի կայանա մեր համագործակցությունը, որովհետև ես գիտեմ, որ շատ զբաղված եք եւ հայրենանվեր գործունեությամբ եք զբաղված վաղ առավոտից։ Կպատմեք, թե այս օրերին ինչ ծրագրերով է զբաղված Հոմի գրասենյակը, ինչ ծրագրեր են ընթացքի մեջ։ Հայ օգնության միությունը առաջի օրվանից հայրենիքի անկախությունից եւ նույնպես Արցախի ազատագրման օրվանից եղել է ներկայություն։ Եվ իր աշխատանքը արդեն ամբողջ սփռված ամբողջ աշխարհում հայ օգնության միությունը ունի բավականաչափ կայտառ լավ ընկերուհիներ, նվիրյալ, մանավանդ բոլորս ապրում հայրենիքից հեռու, բայց հոգով սրտով հայրենիքի հետ ենք։ Հոմը ունի շատ աշխատանքներ, տարբեր ծրագիրներ, թե Հայաստանում եւ թե Արցախում։ Առաջ ուրեմն 91-2 թվականից սկսվավ մեր որփախնամ ծրագիրը, որ երեխերքին հովանավորում էինք մինչև 18 տարեկան եւ բավականաչափ մենք շատ ուրախ ենք, որ այն երեխերքը այսօր ամեն մեկը եղել են տան տղամարդ, շատերը արդեն բանակ վերջացրած, բարձրագույն կրթություն ստացած, հարյուրավոր ոչ հազարավոր, որտեղ մեր կենտրոնական վարչություն այս ծրագիրը դրա բոլոր շրջանների համար։ Արևմտյան շրջանը ուներ 1800 հատ երեխա որդեգրած, որը մենք հովանավորում էինք տարեկան դրամով եւ երեխերքը, բայց միշտ այցելություն ունեինք, նամակագրություն։ Նրանից հետո եկավ տարբեր բժշկական կենտրոններ, նրանից հետո եկավ educational over 18, որ 18 տարեկանից բարձր
արդեն երեխեքը որ պետք է դպրոց հետ համասարան գնան, նրանց հովանավորության ծրագիրներ, նրանից հետո եկավ մեր սոսե մանկապարտեզները, որտեղ հոմը հավատացած է, որ ամեն մի երեխա պիտի ունենա ուրախ մանկություն։ Եվ ուրախ մանկությունը գալիս է ինչից, որ երեխան փոքր տարիքից ունենա իր զբաղմունքները, ունենա իր վայել միջավայր։ Եվ այս միջավայրը ստեղծվելու համար մենք ունեցանք կենտրոնականը ուրեմն 14 մանկապարտեզ, որ հետո այն երկուսը գյուղերը շատ քիչ էին, բավականաչափ աշակերտ չկար, եղավ 12։ Այս վարքյանից ունենք 8 մանկապարտեզ սոսե անունով, որ Ստեփանագերտի տարբեր գյուղերում եւ Ստեփանագերտ քաղաքում էլ կար, որ արդեն այս անցյալ տարի հոկտեմբերին որոշանք, որ պետք է նոր շինվի այս շենքը։ Եվ այս շենքը արդեն ուրախ ենք, որ մենք բոլոր տեղերից, քանի որ մեր ժողովը կենտրոնացավ Հայաստանում, այս տարի 71-րդ պատգամավորական ժողովն էր, եւ ամեն տեղերից ընկերուներ այցելածին Հայաստան։ Եվ մենք շատ շուքով ուրեմն մենք ասում ենք հիմնակարը օրտնալ ելավ կենտրոնականի ատենապետի միջոցով մենք բոլորս ներկա էինք։ Եվ որոշեցինք, որ պետք է այս մանկապարտեզը ամենագեղեցիկ ձևով, որ հիմա այս իր նկարները ձեզի որ ցույց կտամ կտեսնեք, սկանչելի մի հատ շենք է լինելու, որ մեր երեխեքը պիտի վայելեն։ Արեմտյան շրջանը, բայց այս մանկապարտեզին, որ շատ մեծ ներդրում ունենք երկու մանկապարտեզներ, որ վերաբերվում է, մեկը Աշանումն է, մեկը Ականաբերդումն է, որ միշտ այցելում ենք, կապված ենք այս մանկապարտեզի հետ, ես ինքս միշտ որ գալիս եմ, միշտ գնացած եմ եւ միշտ այցելում եմ, հիացած ենք, երեխեքը չտեսնված հայրենասիրական ոգի կա եւ փոքր երեխեքի մեջ արդեն կա Արցախի ազատագրումը եւ ամենը या պապիկները, या իրանց հայրը կամ իրանց հորեղբայրը կամ զոհված են, կամ պատերազմ տեսածից երրորդ սերունդն կամ երկրորդ սերունդն է չեմ անում, բայց չտեսնված երեխեք են, մենք չտեսնված կապված ենք Արցախին եւ ինչ որ մենք անենք, կարծում ենք, որ մեր պարտականությունն է եւ օրին պիտի մեր անելիքները ավելի շատացնենք վաղ ու ուշ, քանի որ Արցախը հզոր ժողովուրդ է։ Արցախի մարդիկ մենք իրանց կողքին ենք, հերու, բայց իրանց կողքին։ Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ եւ ապրիլյան քարորյա պատերազմի սրացման ժամանակ հայկինը թևոթի կունքեր իր տղամարդուն, եղբորը, որդուն, կամավորական շարժում սկսվեց եւ մենք փաստորեն կարող ենք ասել, որ հոմուհիները նույն կամավորական շարժման գաղափարակիցն են խաղաղ պայմաններում այսօր արդեն թիկունքում կարող ենք ասել եւ իրենց գործունեությամբ հայրենիքի զինվորի կողքին են։ Մենք ճիշտ է հերրու ենք իրանցից, բայց մենք շատ բարձր գնահատանք, թեկուզ մեր հոմուիները առաջի օրվանից իրանք ներկայություն էին եւ ճիշտ զինվորների կողքին, որտեղ ամեն մարդ ունի իր անցյալը, կորցրած է իր ամուսինը, կորցրած է իր զավակը եւ ներկայություն են, որտեղ իրանք արդեն այս ցավը քաշած են, գիտեն եւ որևէ օր չդադարվա մեր հոմուիների աշխատանքը զինվորների կողքին, բայց մենք այստեղից ինչ կարող ենք անենք, բայց որ սատար կանգնենք ամեն ձևի եւ հոմը առաջի գազམ་ակերպություններ, որ երկրորդ օրվանից հայտարարություն դրավ, ուժեղ դրամահավաք, որ մենք կարողանանք գոնե նվազագույն մեր աշխատանքով մասնակից ելնենք մեր եղբայրներին, մեր զավակներին, մեր քույրերին շատ անելիքներ կա, որ պիտի լինի, բայց կհուսամ, որ դադարվի այս պատերազմը, մեր երեխեքը երբեք չեթան դեպի էթան բանակը շատ լավ է, ամեն մարդ պիտի այս օրերը անցկացնի, բայց գոնե հանգիստ օրեր ունենան, դժվար օրեր չունենան, որտեղ մեղք են մեր զավակները, մեր երիտասարդությունը, ամեն մի երիտասարդ կորցնելից մի հատ մեծ ցավ է մեր բոլորի համար, պետք է աշխատենք, որ սադար կանգնենք։ Տիկին Ժասմեն, դուք 90-ականներին Արցախում եք, առաջին իսկ օրերից արցախցիների հետ վերապրել եք դժվար օրերը, տեսել եք զարգացող Արցախի ամեն մի օրը, իսկապես ձեզ համար շոշափելի է Արցախյան ամեն մի բարեփոխություն։ Այո, դրա համար շատ կապված եմ, որտեղ ականատես եղամ առաջադիմությանը։ Որ թվականներ։ Արդեն 92, 3-4 դժվար էր, բայց նրանից հետո այնքան Արցախը փոխվավ, քանի որ աշկերով եմ տեսել եւ չիմ հավատում, որ այս ինչ կատարվեց, այս ինչ հեղափոխություն էր քաղաքի մեջ, տուները, գազམ་ակերպությունները, ժողովրդի տոկունությունը, ժողովուրդը, ասեմ բրավո, մենք իրավ հպարտ եմ այս ժողովրդով, արցախցիներով, նրա համար տարված եմ, ասեմ արմնից բջիջները ամբողջ կարծում եմ Արցախը հոսում, ես չեմ կարող մեկ օր չմտածեմ Արցախի համար։
Կպատմեք 92-ի դժվարության մասին, երեքակ։ Չեմ ուզում հիշեմ այն օրերը, քանի որ ուզում եմ ավելի լավ բաներն եմ տեսնում։ Իհարկե այն ժամանակ մարդիկ ամենը սուկ էր, ամենի տունը սուկ էր, ուրախություն չկար։ Հաշմանդամներին իհարկե այն ժամանակվա հոմեատենապետուին ընկերուհի Հասմիկ Տերտերյանն էր, որից թե Իրանահայ միության կողմից թե հոմի կողմից գնացած եւ հաշմանդամներին ինք արձանագրում եւ թե որփախնամ ծրագրի համար այցելություններ, այսինքն ամեն ընտանիքը ցավի համար ինք եթում եւ տեսնում ենք, որ ինչ դժվար է եւ մարդիկ ինչպեսին ընդունում մեզի լավ եւ ժողովուրդը չի նմանում ինչ պիտի ելնի, որտեվ լույս չկար, ջուր չկար, ոչինչ չկար։ Դուք անձամբ ապրել եք դրա։ Ես այո, մեզ շաբաթ եղել եմ, առանց ջուր, առանց լույս, առանց ամեն ինչի, բայց Դիմացել եք։ այո, որտեվ ամոթ էր չդիմանանք, այն ժողովուրդ ինչպես են դիմացել, մենք ով լինենք, որ չդիմանանք։ Ճիշտ է, շատ դժվար էր, գիշերներ չէին քնում։ Ոչ ես, ոչ ընկերուհի Հասմիկը աթոռների վրա նստած էինք միջևի առավոտ, բայց ինչ պիտի արած, նրանից հետո նորեն երկրորդ տարին նույնն էր, երրորդ տարին, բայց միանգամից այս հզոր ժողովրդի միջոցով 4-5-րդ տարվանից փոխվավ, հոթելներ եղավ, արդեն տուրիստների ճամփա բացվավ եւ ամենաառաջի տուրիստներ, որ այստեղից հոմուհիներ գնացինք, հրաշալի օրեր ունեցան, հրաշալի, որ դեռ չեն մոռանում այս մարդիկ եւ նրանից հետո ամեն տարի իրանց ամենահաճելի վայրն է, որ գնան Արցախում անցկացնեն իրենց արձակուրդը։ Եվ ես չեմ կարող եւ ես միշտ շատ բարձր եմ գնահատում ժողովրդին, ղեկավարներին, երկրի ղեկավարները, հարցար հարգանք ու պատիվ իրենց, որ գիշերը միջև լույս աշխատում են, որ անցնես այս պետական շենքերի կողքից կտեսնես սենյակների ճրակներ վառա, ուրեմն մարդ կաշխատում է, ուրեմն չեն հանգիստ կյանք վայելում, գործում են իրենց ժողովրդի համար, քանի վերի մարմինը որ գործուն լինի, իր ձեռքի տակի մարդիկ էլ կգործեն։ Միշտ լավ մենեջմենտ է սա այլ, որ պետք է դու գործես եւ գործ պահանջես, իսկ եթե չգործես, իրավունք չունես պահանջես։ Եվ հարաճադիմություն է ստեղից եղավ Արցախի, որ այսօրվա Արցախը ոչ մի պակասություն չկա, Աստված անի, որ երբեք պատերազմ չլինի եւ Արցախը օրին առաջանա, որ ինչպես առաջացավ այս 20 տարվա մեջ, 25 տարվա մեջ չտեսնված է։ Եվ ամեն ինձ ասում են ինչու ես այսքան կապված Արցախին, ասեմ որովհետեւ չես կարող մտածես, որ մի հատ նորածին երեխա այսպես միանգամից 20 տարվա մեջ այսքան փոփոխություն, ինչից է կապված ճիշտ աշխատանք եւ մարդկանց թիկունք կանգնել ժողովրդի։ Ես ձեր գրասենյակում տեսնում եմ պետական բարձր պարգևներ, որոնք պարտավորեցնում են, նաև պատմում են ձեր անձնական բարեգործական ծրագրերի մասին։ Կպատմեք այդ ծրագրերի մասին։ Ես ուրեմն 2004 թվականին, որ նորեն 80 հոգի խումբ բերելիմ, որ այս իմ հաբիս, այսինքն իմ գործս չի, բայց հաճույք եմ ստանում, որ մարդկանց բերեմ Հայաստան, Արցախ եւ տեսնեն մարդիկ իրենց աչքով, որտեղ շատերը մտածում են դժվար է դեպի Արցախ գնալ այն ժամանակ, բայց տեսանք, որ չէ, շատ լավ է, շատ հաճույք են ստանում, շատ լավ է։ 2004 թվականին էր, որ նորեն էլի գտնվում էինք Արցախում, ուրեմն այնտեղ մեզի դիմավորեցին, ուրեմն Սերգեյ Շավերդովն, որ հիմա էլ կա դեր туриզմի մեջ է, եւ այն ժամանակ էլ ընկեր Դավիթ Իշխանյանն էր, որ շատ լավ մեզ ընդունեցին, այն ինչ որ պետքներ են օրերին, ոչ մի բան պակաս չէր, հետո խոսում էինք տարբեր ծրագիրների բանին, ասան որ արդեն մի հատ ծրագիր կա, որ հայտնաբերում են անցյալի անունով անհատներին, ֆիդայներին, որ եթե Արցախ են ապրել, վերանորոգում իրանց տունը, իրանց տեղը, ուրեմն խոսար մեկ-մեկ անուններ տվան, ուրեմն եկավ Նիկոլ Դուման, ես Պարսկահայ եմ եւ Պարսկաստան ա եղել իմ միջնակարգ դպրոցս, թեկուզ ուսումս, ամուսնացել եմ այնտեղ, երեխայիմ ունեցել այնտեղ, հետո եկել ենք Ամերիկա, 31 տարի Ամերիկայում եմ։ Բայց մի բան որ կար, Նիկոլ Դուման Խանասորի արշավանք հիշացիմ դասագրքերի մեջ, ասամ կուզեմ տեսնեմ։ Գնացինք, տեսանք մի հատ շատ խեղճ ու կրակ գյուղ, քանդրտված, բան, ասան վերանորոգում է այսքան այնց ասամ օքեյ իրավունք տվեք ես եղբորս հետ խոսամ քանի որ եղբայրս Կարեն Բենյասյանը իմ հովանավորս ամեն տեղ միշտ մի հատ լեռան նման իմ մեջքից կանգնած է իմ ծրագիրներս ոչ մի բան չի խնայում ուրեմն զանգարեցի իրան ասամ ես մի հատ տեղ կա բան ես քարտ պլանշ ունես ինչ որ ուզում ես արա ուրեմն ասամ օքեյ մենք այս գյուղը կվերանորոգենք տիրոջ կամքով ժողովրդի օգնությամբ իրանց այսինքն որ այն ինչ որ ասում եմ անում էին ոչ թե դրամական այլ աշխատանքով գյուղը ամեն տարի մի բան ունեցանք վերանորոգանք ամեն քիչ ամեն գյուղացիները մեկ-մեկ հետ եկան իրանց տուները
սկսանք կանանց համար ասանք գոր գործելու տեղ բացանք մեկ քիչ կանայք այնտեղ զբաղվան գորգով, հետո տեսան դժվար է իրանց համար, քանի որ անասուն ունեն, չեմ անում գյուղատնտեսությամբ են զբաղվում, հետո մտածում են գորգ ծախելը դժվար է, հետո ունեցանք տարբեր ծրագիր խաղողի համար գետնի բենց, հետո ունեցանք Կարուձևի դասարան տնենք, աղջիկերք իրանց օժիտ այնտեղ կարեն, վերջապես մեր բաներ արանք, որ ուրախանան գյուղի մարդի, որտեղ այսօրվա օրը գյուղում երիտասարդները շատ մեղք են, ոչի չունեն, նրա համար են թողնում գյուղը, բայց հայրենիքը առանց գյուղ հեչ է, ճիշտ մնա ծառի արմատ որ չելնի ծառը կչորանա, մեր գյուղացիները պետք է գյուղում մնան եւ գյուղը զարգանա, երբ որ գյուղը զարգանա, այլ գյուղացին չի մտածի քաղաք գալու համար, չէ որ ասենք չպիտի գա, այլ պիտի գա, ինչու՞ չէ, բայց գյուղերը մեր մեղք են, որ դադարքվում են, գյուղերը որ դադարքվեն, բնակիչները թողնեն գնան, բայց ինչ դադարքող ենք ուզում Վերջապես էսի իմ գաղափարս անհատական, որ գյուղացին պիտի իրան 10 են, ինչ որ ինքն է ուզում, չի շարժվի տեղից։ Ուրեմն Նիկոլ Դումանը սկսավ զարգանալ, բացումը շատ հոյակապ էր, դրանից հետո ամեն տարի տարբեր աշխատանքներով, տարբեր այցելություններ, ես երբ որ եկնում եմ Արցախ, չեմ կենտրոնանում մենակ նստեմ տունը կամ այդ համենակ մետե ամբողջ ժամանակ այցելում եմ գյուղերը եւ արդեն կարծում եմ ամեն տեղ ճանաչում եմ եւ արցախցիներն էլ շատ եմ սիրում իրանք էլ ամբողջն էլ ինձ ճանաչում են փողոց եմ դուրս գալիս տեսնում մեկ ասում է Տեկին Ջեսիկա մեկ ասում է Տեկին Ջասմեն մեկ ասում է Ժասմենա ամեն մեկը տարբեր անուն են տալիս ինձի բայց նպատակ հենց այն Ժասիկն է ես շատ եմ ուրախանում իրանց հետ մանավանդ գյուղում որ գնում ես իրանց դիմավորումները իրանց ապրելակերպը սքանչելի է, այսինքն ինչ որ ասեմ քիչ եմ ասել, լեզուս պատած տկարա գովասանքից։ Եվ որքան էլ որ մենք խոսում ենք հայրենիքի, Արցախի կենսական նշանակություն ունեցող խնդիրների մասին, բայց նաև հետաքրքիր է համայնքը ինչ խնդիրներ ունի այսօր այստեղ։ Համայնքը, այսինքն տեսեք, նպատակը որտեղ որ կարիքավոր կա Եթե դու, ես հավատացած եմ, եթե դու կարող ես մի հատ կարիքավորի ձեռքը չբռնես, կարող ես եւ չանես, էսի Աստծո դիմաց ամենամեղք բանն է։ Կարիքավոր շատ կա, հիմա մեր գաղութում կարիքավոր շատ կան։ Աննկարագրելի է։ Ես երբեք արժանապատվությանս դիպչում է պատահած ժամանակ, որ տեսնեմ հայ ընտանիք մեքենայի մեջ են քնում։ Եվ պատահած տեղեր, որ խոսում եմ այս մասին, որ մենք պիտի գաղութը ոտի կանգնի, մեր բան անենք, ինչի՞ց է այսպես պատահել, որ առաջները պատահում էր, որ անհատներին, որ տեղ չունեին մնալու, կամ շելթեր էին այդում, կամ մեքենայի մեջ են քնում, կամ փողոցն են քնում, կամ էլ կյանքի սխալ ճամփա ընկնելու պատճառով, բայց դժբախտ ընտանիք երեխով մեքենայի մեջ քնել, էսի իմ տեսակետից ես շատ եմ նեղվում։ Ինչի համար, որտեղ տան վարձերը միանգամից շատ է բարձրացել, մարդիկ չեն կարողանում վարձերը տան, մարդիկ չի տունում պարապություն կա, գործերը շատ է քիչացել, մի ամիս, երկու ամիս վարձ չտաս քեզ դուս են անում, շատ դժվարություններ կա եւ հոմ այստեղ շատ մեծ աշխատանք է տանում, հնարավորին մենք անում ենք այն ինչ որ մեր չափն է լիմիտին, բայց մենակ մենք չենք կարող մի հատ գաղութին պատասխան տանք։ Մտահոգությունը շատ, ես շատ եմ շփվում իրանց հետ եւ աշխատում եմ պատահած ժամանակ նայես փող դեռ չի խաղում շատ։ Փողը պետք է, բայց պատահած ժամանակ անհատներին պիտի հոգեկան բավարարություն տաս, այսինքն այս մարդը իրան լքված ազգում, որ չունի ոչ հոգու։ Այսինքն գուցե ամեն ինչ անենք, որ հայրենիքում ապրենք։ Հայրենիք, սրանք շատերն հայրենիքից եկածներ չեն, հա, դուսերից էլ եկածներ են, մենակ հայրենիքից չի։ Նո, այս դուսից եկածներ, չմտածեք հայրենիքից եկածների համար, նո, չկա։ Եթե հայրենիքից եկած ես մի ընտանիք գիտեմ, մնացած ամեն դուսից եկածներ մարդիկ են տարբեր տեղերից։ Եվ երկրորդը ես բնավորությունով ինձի հայը տարբերություն չունի, որտեղից եկած է։ Հայը է, եւ հայը պիտի հային օգնի։ Մոռանանք, որ էսի ինչ դավանակի է, ինչ գաղափարի է, ինչի է։ Հայը պիտի հային օգնի, հայը պիտի հայի ձեռ բռնի։ Մենք պետք է միասնական ուժերով կարողանանք աշխատանք տանենք, մոռանանք ամեն ինչը։ Դու որտեղից ես որտեղից եմ, դու ինչ դավանակ ունես, ես ումի ինչ դավանակ ունես, ինչ գաղափար ունես, ես այս բաները չեմ ընդունում։ Ես մտան ճիշտ մարդ ես, հայրենիքի համար ես գործում, օգուտ ես հայրենիքին, ես կխոնարհվեմ քո առջև։ Շատ շնորհակալություն Տիկին Ժասմեն մեր հանդիպման համար, շնորհակալություն բարի խոսքի, բարի ցանկության համար եւ ձեր ասելիքը արցախցիներին, խնդրեմ։ Ես արցախցիներին պահանջում եմ նախ եւ առաջ հաջողություն եւ երկրորդը կպահանջեմ բոլոր արցախցիների տունը այսուհետ լինի ժպիտ եւ խանդավառություն եւ արցախցի երիտասարդը երբեք պետք չունենա այս էլեկտրական աթոռներին ու վիլչերներին արցախցի երիտասարդը թող վայելի իր կյանքը
թող լինի ուրախ եւ հազար հարգանք ու պատիվ մեր Արցախի ղեկավարման անհատներին, որ իրենց ուժով, իրենց աշխատանքով կարողանում են պահել ժողովրդին այնպես, որ իրանց արժանիքն է, բայց պատահած է պատահում դժբախտություններ, դժվարություններ, պիտի դիմանանք։ Հայ ժողովուրդը տոկուն է, հայ ժողովուրդը միշտ դժվարություններ հաղթահարել է։ Մենք միասին Տիրոջ կամքով ամեն ինչ կունենանք։ Հայ զինվոր, շատ ենք սիրում ձեզ, իրավ սիրում ենք։ Ամեն օր նայում ենք ձեր պատկերները, պատահած ժամանակ արդեն շատերի ճանաչում ենք, այնքան ամեն գիշեր նայում ենք, տեսնում ենք, հուզվում ենք, ուրախանում ենք։ Հայ զինվոր, եղիր քո պարտականության մեջ ճիշտ։ Տիրոջ աղոթ կլինի ձեր վրա։ Թող երբեք դուք չտխրեք, դուք միշտ ուրախ լինեք եւ ուրախ տուն վերադառնաք։ Եղիր տոկուն, կանգուն, հազար հարգանք ու պատիվ քեզ։ Հայ զինվոր։ Շնորհակալություն։ Խնդրեմ։